Գիտեք, արմատից կտրվել է, հայրական տնից կտրվել է շատ ծանր է։ Ծիռնակի պատմությունը գիտեք, չէ՞, ասում ծիռնակը բուն է շիներ եւ ամեն մի տարի գալուց մի նոր ճյուղ է դնում։ Իր առաջվա բյունն է հիշում, շատ կարևոր է մարդ հիմքը իր արմատը։ Այն եղբայր քույրերը, որ արվետարանի հավատքի եկեղեցում են հիմնավորվել Հայաստանում, նրանց տանում այդ հիմքը։ Շենքի հիմքը շատ կարևոր է, մեր հիմքը, որ ճշմարտություն էր, այդ հիմքն է, որ մեզ պահում է, եւ եթե մենք հարատևում ենք Աստծո խոսքի մեջ շարունակելով կառույցը, ավելի օրհնյալ է։ Ինչևից է փառք մեր Տիրոջը։ Ես մինչ հիմնական խոսքին ասնելը երկու տեղ եմ կարդում, որ առաջինը կարդում եմ Փիլիպպեցիների 2-րդ գլխի 5-րդ խոսքից 6-ից։ Ձեզ մե ամեն մեկը նույն միտքը թող ունենա, որ Քրիստոս Հիսուսի մեջ էր, որ Աստծո կերպարանք ունենալով հափշտակությունը չսեփեց Աստծո հավասար ըլլալը, ապա անձը ունայնացուց ծառայի կերպարանք առնելով, մարդոս նման ըլլալով եւ կերպարանքով մարդու պես գտնվելով, ինքը զինքը խոնարեցուց մինչև մահվան հնացանդ եղավ, եւ այն էլ խաչի մահվան ասոր համար, Աստված էլ զանիկա խիստ բարձրացուց ու անոր անումը տվավ, որ վեր է ամեն անունեն, օրհնյալ լինի Տիրոջ անունը, որ նրան հավասար անուն չկա երկնքում, երկրի վրա եւ սանդարամետում, որպեսզի Հիսուսի անունին ամեն ծունկ ծռի երկրավորներուն եւ սանդարամետականներուն եւ ամեն լեզու դավանի թե Հիսուս Քրիստոս Տեր է, որ Աստծո փառքի համար ասենք փառք իրան եւ ուրիշ անուն չկա երկնքում, երկրի վրա, սանդարամետում, որով լինի փրկություն, որը մեր Տեր Փրկիչ Հիսուսը։ Եբրայեցիների 9-րդ գլխի 28 համարում այսպես է գրված. նույնպես ալ Քրիստոս մեկ անգամ պատարագ մատուցվեցավ շատերու մեղքերը վերցնելու համար, բայց երկրորդ անգամին առանց մեղքի պիտի հայտնվի փրկության համար անոնց, որոնք անոր կսպասեն։ Մենք սպասում ենք իրան, սպասում ենք բոլորով մեր Փրկչի փառավոր երկրորդ գալուստին, որ այս մեղքի աշխարհից, այս երկրավոր կյանքից վերցնի, բայց ինչի չի գալիս, որտեվ նա երկայնամիտ է, չուզում որ մեկը կորսվի, ապա միջոցներու կերպեր անում, որ ամենքը ապաշխարանքի կան, եւ եկեղեցին, քանի դեռ երկրի վրա է, նրան տրված է շնորհք, նրան տրված է իմաստություն եւ նմանապես զորություն, որ իսի ավետարանի բարի լուրը տարածի ամմա հոգիներին, թող Տիրոջ անունը փառաբուրի։ Նա Աստծուն հավասար փառք ուներ, անձը ունայնացրեց։ Սիրելիներ, մենք ինչ ունենք ունայներս, որ ունայնացնենք։ Նա փառք ուներ, ունայնացրեց, բա մենք ունայներս ինչը պիտի ունայնացնենք։ Հենա ունայն էինք։ Հաբա ասма ինքը ծառայի կերպարանք առնելով, մարդու նման գտնվելով, նմանապես ինքը իր անձը խոնարեցուց եւ շատ խոնարեցրեց եւ այնքան խոնարեցրեց, որ Աստված իրան բարձրացրեց եւ ինքը խաչի մահով մահացավ մեր փրկության համար, մահը ճաշակեց եւ ինքը պատարակվեցավ, որ մեզ հավիտենս ունենա եւ ինքը այնքան իջավ, որ Աստված իրան բարձրացրեց, մի անուն տվեց, որ վեր է բոլոր անուններից։ Ուրեմն բանաձևը այս է, խոնարհներին Տերը բարձրացնում է։ Ինչքան որ պարկած ես գետինը, ընկնելու տեղ չունես, բայց եթե բարձր լինես, վերևից կընկնես, վնասը շատ է։ Դա Աստված, որ մենք իրանից սովորենք, որ ասեց եկեք ընձի եւ ինձանից սովորեք հեզեմ ու սրտով խոնարհ։ Մենք իր տունն ենք, սիրելի ժողովուրդ։ Պողոս Սարաքյալը գրում է Եփեսացիս թղթում, մենք իր բնակարանն ենք բոլորս, մեր հայրն է եւ նրա միակ նպատակն է մենք բոլորս իրան մեր սրտերի մեջ տեղ տանք, նա մեր կյանքի Տերը դառնա իր որդու Հիսուսի միջոցով, որ Աստծո Սուրբ Հոգին հաղորդ անի մեզ այդ կյանքին եւ Եբրայեցիների 3-րդ գլխում 6 համարում գրում է Քրիստոս որդին պես իր տան վրա, որու տունը մենք ենք։
Մենք իր տունն ենք, իր բնակարանն ենք։ Հիմա որքան կարևոր անգամ երկրավոր կյանքում զավակներ իրանց ծնողներին իրանց կյանքի մեջ ունեն, իրանց սրտի մեջ ունեն, պատիվ են տալիս։ Հապա որ չափառավել մեր երկնային հորը, որ ինքը համաձայնվեց զոհաբերելու իր միածին որդին, որ մենք հավետ կյանք ունենանք, ասենք փառք Իրան, նա ներկա է մեր մեջ եւ մեր փափագը։ Նրանով վերջ տրվեց իր խաչով հին կյանքը եւ դուր բացարեց հավիտենական կյանքը։ Օրհնյալ նրա փառավոր խաչը, խաչելությունը, որով մեր հին մարդը խաչապատի վրա գամեց, Ադամի բնությունը ինքը խաչապատին գամելով, որի մեղքի մարմինը փչանա, մեզ տալով վերստին ծնունդ եւ նմանապես իրակենարար խոսքով Աստվածային Սուրբ Հոգով աճեցնում է, եթե կենանք հավատքի մեջ հիմնված, հաստատ առանց խախտելու ավետարան հույսին, մենք կլինենք իրան սրտի ուզած մարդը, շնորհքով, առաքինիչնով լցված, առանց ամբից անարատ կենենք։ Միայն թե եթե կենանք հավատքի մեջ հիմնված, հաստատված, առանց խախտելու ավետարան հույսին, թող Տիրոջ անունը փառավորի։ Մենք իր ընտանիքն ենք, նա մեր հայրն է եւ մեր բոլորի հայրն է, բոլորիս հայրը։ Մենք կարող ենք մեկս մեկի նկատմամբ որոշակի թեկնայված կունենանք, տարբերություններ գտնենք եղբայրքույրերի մեջ, քանի դեռ չենք հասակարել, կունենանք մարմնավոր շրջանում, բայց հոր համար բոլորը թանկ են։ Հոր համար բոլոր իրազավակներն են, վատ զավակն է, բայց իրազավակն է, նրան էլ կհասունացնի, եթե մնա հավատքի տան մեջ։ Կարևորը որ մեր հայրը բոլորի սիրում է, եւ մեր բոլորի գինը նույն գինն է։ Մենք իր թանկագին որդու այրան գին ունենք, հավասար է տրված մեր գինը։ Ես պիտի կարդամ Եփեսացիների թղթից հետևյալ տեղը, շատ անգամ եք կարդաց է, եւ հետաքրքիր է Պողոս Սարաքյալը այս համարը ինչի է գրել տվել։ Սա գրված է Եփեսացի 5-րդ գլխի 15-16-17 համարում, ես հիմնականը կուզեմ խոսել 16 համարի վրա։ Ինչի այս համարը գրել տվել Սուրբ Հոգու միջոցով Պողոսին։ Այսպես է գրված. ուստի նայեցեք 15 համարն եմ կարդում, թե ինչպես զգուշությամբ պիտի քալեք, ոչ թե անմիտներու պես, ապա իմաստուններու պես ժամանակը ծախու առեք, որովհետև օրերը չար են։ Անոր համար անմիտ մի լաք, ապա իմացեք, թե ինչ է Տիրոջ կամքը, եւ մի գինովնա գինյով, որու մեջ անառակություն կա, ապա հոգով լեցվեցեք։ Ինչի այս համարը գրել մասնավորապես, թե ինչպես զգուշությամբ պիտի քալեք, ոչ թե անմիտներու պես, ապա իմաստունների պես ժամանակը ծախու առեք, օրերը չար են։ Պողոս Սարաքյալը մինչ այս համարին ասնելը 5 համարի 5-րդ գլխի առաջ համարից մինչև 14 համարում որոշակի եկեղեցու, Եփեսոսի եկեղեցու ժողովրդի ապրելակերպի մասին խոսում է, ասում Աստծո նմանող եղեք սիրելի զավակների պես եւ սիրով իրարու հետ վարվեցեք եւ մենք գիտենք ասում որ իր անձը մեզ ինչպես Քրիստոսը մեզ համար իր անձը մատնեց անուշահոտ պատարակ ուսով մատուցնելով Աստծո եւ այնտեղ խորհուրդ է տալիս որ եկեղեցին շատ զգուշ քայլի խեղկատակություն, գեշ խոսքեր, անվայելուչ վարմունք, ագահություն եւ այդպիսի բաներ առաքյալը գրում է, որովհետեւ գիտենք որ ասում ամեն մի անմաքուր մարդ երկնքարկայություն չի մտնի։ Առաքյալը նկատել էր որ եկեղեցում կան այդպես անհաստատ անլուրջ հոգիներ, որոնք խեղկատակություն են անում, գեշ խոսքեր են խոսում եւ մարմնավոր շատ բաներ են խոսում, որը Աստծո հաճելի շինությունը չի բերում։ Առաքյալը անհանգստանալով վերջում ասում է գիտեք որ հոգեվոր մարդու խոսակցականը պիտի լինի առաջինը նա պիտի լինի հոգու պտուղ պիտի լինի նախ բարի պիտի լինի արդարություն պիտի լինի եւ ճշմարտություն։ Եթե դա չկա, մարմնավոր խորհուրդները ձեր մնացածը եւ այդ բոլորից վերջում ասում ես ձեզ արթնացնում եմ, ես ասում եմ արթնացիր որ դու կքնանաս այս նրանց համար ասում, որոնք տակավին չեն ձևավորվել հասունացած այդ կյանքը չունեն, դեր տակավին մարմնավոր են, կես աշխարհ, կես եկեղեցի, կես Քրիստոս, դրանց խորհուրդ է տալիս արթնացիր որ դու կքնանաս եւ կանգնեն վերելներին, որ Քրիստոս
քեզ պիտի լույս տա, կյանք տա։ Ինեկատի ունի, որ ինչի համար ինքս զգուշությամբ պիտի ապրենք, ինչի համար, որովհետև եթե զգուշ չապրենք, այս երկիր մոլորակը մինապատված է։ Ինչով է մինապատված մեղքով։ Ամեն քայլափոխում մեղքը կա։ Եթե առաջ Շիրվանզադեն մի հատ նամուս էր գրել Միխալ էր երևաց է, հիմա խալը ծածկվել է, շատ անշնորհ բաներ է։ Ուրեմն ինչքան պիտի զգուշ քայլի եկեղեցու ամեն քույր աղբեր, որ ավետարանի խոսքով, ավետարանի հոգով լցված եւ իր միտքը Աստծո հետ կապված եւ իր ներքին աշխարհում ավետարանի խոսքերը այսպես կրկնելով, հիշելով, նա ապրում է երկրի վրա երկնային կյանքը։ Դրա համար ասում են, ինչպես ուստի այն նայեցեք, թե ինչպես զգուշությամբ պիտի քայլեք, այսինքն ամեն ժամանակ արթուն լինելով, չլինի հանգամ միտքդ կամ սիրտդ կամ մարմինդ ինչ-որ մի բանի վրա գերվի, որտեղ նա մեծ խայծեր է դրել, ամեն տեղ հակառակորդը երիտասարդության եւ բոլորի համար նա գայթակղիչ տարբեր պարագաները ստեղծել, որ այս ժամանակների մեջ Աստծո զավակները կտրվեն կապը երկնքից, ապա տարվեն դրանով եւ շարունակ դուք անմիտ չեք, անմիտների պես չքայլեք, ապա իմացեք ինչպես պիտի քայլեք, իմաստան ժամանակը ցախու առնելով։ Սերներս, մենք չգիտեմ որքան ենք արժեք տալի ժամանակին։ Ինչ է ժամանակը։ Ժամանակը մի ընթացք է, տևողություն է, որի մեջ յուրաքանչյուր մարդ, յուրաքանչյուր անձ իր անձնական կյանքի, ընտանեկան կյանքի, հոգևոր կյանքի վրայով խորում է, որտեղ ժամանակը սահմանափակ է ամեն մեկին։ Անգամ Աստված տարին տվել է եղանակներ եւ ժամանակ։ Գարունը միան դրա համար է 3 ամիս, որը այդ ընթացքում սերմը ցանեն, փորեն ցանեն, մշակեն, ամառը հասունացնեն, աշնանը հավաքեն, այդ 3 ամիսը բերքը ձմեռը ուտեն։ Իսկ եթե գարունը ուշացնես ցանելը, ամառը որ ցանես կուշանա։ Ես չես կարա հասունացնի, որ աշունը հավաքես, կամ էլ լավ չի լինի, հատկապես Հայաստանում ձմեռը երկար է։ Որքան կարևոր է, որ մենք ժամանակը ռեալ օգտագործենք, ժամանակը ծախու առեք։ Ինչ է ժամանակը, դա մի տևողություն է, մի ընթացք է, որի մեջ կատարում է գործողություններ եւ յուրաքանչյուրս եթե այս ժամանակը խելացիությամբ չօգտագործենք, իմաստությամբ չօգտագործենք, ցակուցրիվ տանք օրը, ժամանակը, եթե ծրագրավորված չլինի մեր ժամանակը, ինչպես գիտենք երկրում կա այդպիսի անգամ ժողովրդիներում ծրագրավորում տնտեսվարություն, տնտեսագիտություն, վերջապես առարկաներ, որոնք ինչպես տնտեսեն, ինչպես ծրագրավորեն տարին, ապա քրիստոնյան է, Աստծո զավակը, ինքը ժամանակի նկատմամբ ինչ վերաբերմունք է ցույց տալիս, ժամանակը որտեղ ենք օգտագործում, մի հատ մտավի անցնենք, օրը 24 ժամ է, եւ բոլորիս հավասար է 24 ժամը, ինձ էլ է 24 ժամ, քեզ էլ, մի ժամը 60 րոպե քո համար է, ինձ համար եւ բոլորից, ով այդ 60 րոպեն կամ 24 ժամը կամ տարին ինչպես է անցկացնում, ժամանակը ծախարը լիշում լիարժեք ժամանակը օգտագործեք, ժամանակը հետ բերեք, գործրածը հետ բերեք, ժամանակը գնեք, որտեղ ժամանակ ամեն ինչ որ գործնես նորից հետ կառնես, անգամ տունդ գործնես նորից կաշխատես տունն առնել եւ տարբեր բաներ, բահաբա ժամանակ ինչ պիտի անես, ժամանակը գնում է եւ հետ չի վերադառնում, անգամ եթե Աստված ողորմություն անի, որ նորից մեր խնդրանքում մեր կյանքը մի քիչ երկարացնի, որ մեր պակասը լրացվի, ինչպես Եզակիա թագավորը իր մահվան վճիռը կայացված էր, մարգարեն գնաց Եսային ասեց, որ Տեր էսպես է որոշել, դու պիտի մահանաս, Եզակիան լացեց, խնդրեց, հիշիմ օրերը ապրած կյանքը եւ Աստված նորից կյանք տվեց 15 տարի, բայց որտեղ օգտագործեց Եզակիա թագավորը, ամենաշատը մի ցավակ ունեցավ Մանասե, որը խայտարակ կյանք ապրեց, որ անգամ երկրի վրա բոլոր, անգամ անավատների գլուխը լվաց իր ապրած սխալ կյանքով, ժամանակը տրված է մեզ հատկապես, որ ժամանակը ճիշտ ռեալ օգտագործենք, ժամանակի մեջ մենք կարող ենք ամեն բանը ծրագրել, օրինակ, հիշում եք 5 տակարանում գրված է, որ Փարավոնը երազ տեսավ եւ իր երազի մեջ 7 գեր երիշներ ելան, հետո զազիր նիհար երիշներ ելան, այդ նիհարները կուլ տվեցին իրանց որովայնի մեջ, ասում եւ չեր զգաց, որ դրանք գեր անասունները կերել են, բայց նիհար երիշների որովայնում չէր երևում
Եվ ասում դրանից հետո փարավոնը երկրորդ երազը որ գետնից դուրս եկավ 7 հասկեր, 60 հասկեր ցողունի վրա եւ 7 նիհար հասկեր, այդ նիհարը կուլ տվեցին եւ մեկը չկարողացավ մեկնել այդ երազը, ինչեր փարավոնին տեր այդ երազը ցույց տվե։ Կամ ինչ է այստեղ առաքյալը գրում ժամանակը ծախու առեք օրերը չար են։ Եթե 2000 տարի առաջ ըստ Պողոսի օրերը չար են, հապա այս վերջին օրերը ոնց են։ Ու մենք մեծերս գիտենք սրանից 30-40 տարի առաջ կյանքը ոնց էր, այն ժամանակ եթե մեկը մի հատ մինի հակներ ու խայտարական են կամ եթե կինարմատը շալվարակն կամ ճղճղված շալվար, ով ատես է աղջիկ արարածը ճղճղված շալվարակ, նույն դեր համարի որից է ճիշտ է։ Ինչի որտեղ սատանան ասում ուղեղները կերել է, որտնյալին Տերը որ մեր միտքը բաց արեր, ճշմարտությունը ճանաչում ենք եւ նայում ենք որ փարավոնի երազը չկարողացան ոչ ոք մեկնել եւ այդ ժամանակ տեղեկացին որ կա մեկը որ Աստծո հետ կապ ունի, երազները մեկնող է, որի անունը Հոսեփ է եւ Աստված օրհնեց Հոսեփը գալով երազը մեկնեց, ասեց ժամանակը մեր օգտին է աշխատում։ Այս 7 տարին առատության տարիներ է։ Եթե մենք հիմա ամբողջ երկրին հրաման տանք, որ առատ ցանեն ու վերքավակեն 5-ից 1-ը տան պետությանը, մնացածը իրանց պահեն։ Կգա սովի օրեր, աղքատության օրեր, այդ 7 տարին, որ 7 երինջները, 60 դա հարստության, առատության տարիներն, այն նիհարը պիտի գա սովի տարիներ։ Մենք չենք զգում, որ գալիք օրերը վատ օրեր է գալիս։ Եթե մենք այսօր ավետարանով եւ Աստծո հոգով եւ եկեղեցում չգտնվենք, չլցվենք, մենք էլ կնիհարանանք, կուլ կտա։ Այս առատության օրերը, որ ոչ մի արգել չկա, եթե մենք այսօր չհարստանանք, չլցվենք Աստծո խոսքով, չլցվենք Աստծո հոգով եւ Աստծո տունը թողենք, մենք օր կտկարանք։ Եվ այդպես ասելով, փարավոնը Հոսեփին կարգեց, ժամանակը ռեալ օգտագործեց եւ այդ ժամանակի ընթացքում ինչ կատարվեց։ Ժամանակի ընթացքում ամբարեցին իրանք, հապա եկեղեցին առաքյալը Քրիստոսի հոգով լեցրեց։ Քրիստոսի խոսքը ձեր մեջ առապտապես ունեցեք։ Հավատքը որտեղից է։ Հավատքը ավետարանից է։ Եթե Աստծո խոսքը, որին դու հավատքով կարդում ես, նա ներգործում է քո մեջ, հավատք է առաջացնում, որ ճշմարիտ Աստծո ասածն է։ Եվ այդ ճշմարիտը մեզի կյանք է տալիս, եւ այդ ճշմարիտը մեզի զորացնում է։ Եվ փարավոնի խոսքը Հոսեփը լսելով ինքը երկրին տվեց առատություն։ Ինչի եմ ասում էդի կգա օրեր գրված է Ամոսի մարգարոյության մեջ մեծ սով կլինի երկիր մորորակի վրա, որը գրված է ոչ թե հացիցով, ոչ թե ջրի ծարավ, ապա Աստծո խոսքը լսելու սով։ Ուրեմն մենք միտք առնենք։ Եթե այսօր Աստված չանի, մեր գրքերը վերցնեն, գիրք չունենանք, որտեղից պիտի մենք եւ եկեղեցին հանգարց ու օրենք դնեն, գնալով գալիս այդ օրերը, օրենք դնեն պիտի չհավաքվեք։ Այն հոգիները, որոնք իրաց մեջ ունեն պաշար, անբարված, իրանք կարող են դիման, որտեղ ասում այդ օրը շատ աղջիկներ պիտի փնտրեն մեկին կանայք, որ իրանց Աստծո խոսք խոսի։ Ուրեմն մեզ այսօր եւ օգտակար է մեզ համար, մեր ընտանիքի համար եւ եկեղեցին, որպես աշխարհի լույս ու աղ լինի։ Հիշում եք նմանապես այդպես անելով Հոսեփի ժամանակներում Եգիպտոսը միջոց տարավ, անգամ Իսրայելին օգնեց։ Իսրայելը նեղության մեջ էր, Իսրայելը եկավ Եգիպտոս, բայց Հոսեփի շնորհքով եղավ, Աստծո շնորհքով եղավ, եւ Իսրայելին էր Հոսեփը Աստծո ծառան, որ գնացել էր Եգիպտոս, Հոսեփը Եգիպտոսին մատակարարեց սնունդ եւ Եգիպտոսի համար մեծ գործ կատարեց։ Նայում ենք, որ Նոյի ժամանակներում ճիշտ է սորերն էր, գրված է Լուկաս ավետարան, Մատթեոս ավետարան, ծանր օրեր կգան, անիրավությունը կշատանա եւ ամեն բանը կատարում է եւ գրված է որ այդ ժամանակ մեկը կար որ Աստծո հետ էր քայլում եւ նա ժամանակները տեսներ ամեն բան ապականվել էր մարդը ապականվել էր Նոյի ժամանակ Մատթեոսը եւ Լուկաս ավետարանները գրում են որ ինչպես այն օրերը կուտեին, կխմեին, կին կառնեին, երկան կտրվեին, կառնեին կծախել, հիմա լսի ծառում են ծախում։ Կին կառնեին, տունը տան վրա կշինեն, մի տուն ունի երկու հատ էլ առնում, 3 հատ առնում են։ Ունի փող առնի, թող առն հաստատորդներ։ Այդպես էլ պիտի լինի վերջին օրերը։ Մենք վերջին օրերի մեջ ենք։ Ժամանակը ծախու առեք ի նկատի ունի, ժամանակը լիարժեք օգտագործեք։ Որտեղ ենք օգտագործում։ Եթե սերիալների առաջ ենք, տանուլ տված ենք։
Եթե ինտերնետի առաջ ենք, էլը տանուր տված ենք, ինվորմացիա, այսօր մի տեղ կա Աստծո տունը և Աստծո խոսքը, եթե ոչ կգա մի ժամանակ, որ մենք մեր գլխին կտանք, ասենք, անմիտ գլխիդ կտաս, ինչ անի խելք ոտքը, անխելք խելքի երեսից, խելքը տեղում չէր, ոտդ էլ նեղություն է կրում, որտեղ խելքը չգործեց, իմաստությունը չգործեց, դա Աստված, որ այն ժամանակը, որ այսօր մեզ բոլորիս հատկացված է, լիարժեք օգտագործենք ժամանակը, իմաստուն կույսերի, հիմար կույսերի տարբերությունը որն էր, իմաստուն կույսերի ժամանակը տրված էր իրանք, ամեն բան անբարեցին և ամանները վելյուղ հավաքեցին, դրանք Աստծո տնից չգնացին, Աստծո տան մեջ մնացին, Աստծո խոսքի հետ ապրեցին, Աստծո խոսքը պաշարեցին, հավաքեցին, Աստծո խոսքը մարմին դառավ և իրանց մեջ ձևավորվեց Քրիստոս կյանքը։ Այս ժամանակներին պետք է կառույց ունենանք, կարող է մեկը շատ մատերիալ ունի, բայց տուն չունի, ֆունդամենտի կողքերել է շինանույթը, ամեն կոնստրուկցիաները բերել, բայց տուն չունի, տուն է պետք, այս տունը Աստծո խոսքը յուրացնելն ու ապրելն է, երբ Աստծո խոսքը, որին հնազանդվում ենք, որը դառնում է մեր կյանքը, այդ խոսքը մեզի կպայի, ասում են, ստաբիլ կառույց կունենաս, և ջրերը կգան ու քորդեն, և քանիները կգան ու կպնեն, բայց այդ տունը չի բլի, ժամանակն է, որ մենք մեր տունը դուք էլ կենդանի քարերու պես շինվիք, հոգևոր տաճար, սուրբ կանոչ, ուրեմն ինչ է ասելուց նպատակը, այս ժամանակը տրված է, օգտագործենք, վաղը ժամանակը կետա։ Ես հիշում եմ մի անգամ մեր հրար եղբոր հետ են Գերմանիայում, այսպես մեր կանդրատ եղբորենց բաղնիքում ենք, որտեղ ավազի ժամացույցներ կար, նստած ենք հրայրի հետ, ավազը իջավ ներքև, հրար ջան, ավազը քիչ չի բարձրանում վերև, դու բարձրանա, չի բարձրանում, վերջացավ։ Մեր ժամանակը, որ վերջացավ, ով պիտի մեզի ժամանակ տա, Աստված Եզակյանին խնդրեց տվեց, բայց նա առողջ կյանք չապրեց, ժամանակը վաղը ինչ գիտես, վաղվա օրը քոնն է, երեք ինչ որ եղել է մի մտած, անցել է նա, երեկվա մասին մի մտ, ուղղակի միտք որտեղ ես բաց թողում արել, վաղն էլ քոնը չի, հապա որն է քոնը, որն է այս ժամն է քոնը, հիմա է ընդունելու ժամանակը, հիմա է փրկության օրը, այս այն օրն է, որ Տերը մեզ պարգևեց, ցնցանք և ուրախանանք իր մեջ, որքան կարևոր է որ մենք ժամանակը գնահատենք, ուր ենք գնում, ուր ենք նստում, մարդը պիտի ծրագիր ունենա, իրիկունը քնելուց առաջ աղոթեց անկողին մտավ ծրագրի, առավոտը ընդունենք հոգևոր ծառայությունը տան օգտակար գործեր անելը, և եթե անգամ չի ստացվում, նորից կանեց, Հիսուսը Հայրոսի տունը պետք է տար ճանապարհին դեռատեսկինը պատահավ, ճիշտ է, Հայրոսի համար ծանր էր, դեռատեսկինը կանգնեցրեց իր տուն գնալու ընթացքը, բայց Հիսուսը չմոռացավ նորից գնաց Հայրոսի տունը, ոչինչ թե ծրագիր կար, բայց դու ունեցիր քո հոգևոր անգամ ընտանեկան ծրագիրը երեխաների հետ է, կողակցիդ հետ է, աշխատանքի տան հետ է և առաջինը հոգևորը, Աստված օրհնի մեզ, ժամանակը շատ օգտակար բան է, դու կարծացած կլինեք առաքածվեց գլուխը, Այնտեղ մի օրինակ է, բերում մրջյունի օրինակը, ծույլ ասում է, քեզի մի բան սովորացնեմ, այն մրջյունը տենում ես, որ կա, ինքն էլ իրանից մի բան չի, առավոտից իրիկուն շարժման մեջ է, առավոտից իրիկուն աշխատանք է կատարում, նա իշխան ու դատավոր չունի, բայց իր ժամանակին իր աշխարհը հավաքում, իսկ մենք, որ բանականություն ունենք, Աստծո զավակներ ենք, որքան մենք պետք է իմանանք, որ այս ժամանակը տրված է և սահմանափակ է ժամանակը, օրեր կգա, որ ժամանակը կվերցվի մեր ձեռից ու չես կարա, վաղը քոնը չի, գրված է վաղվա օրը ձերը չի, վաղվա համար հոգմերա, այսօր է քո օրը, այս ժամն է քո ժամը, կարաս արա, հիմա արա, Երբ տեսնում է Աստված, որ մենք ռեալ օգտագործում ենք ժամանակը խելացությամբ, իմաստությամբ, ասում եմ, իմաստունների պես եղեք, ոչ թե անմիտների պես, որոնք միտ չունեն, անմիտը պարապորը վատնում է, անհավատ էինք, պարապ էինք վատնում, առավոտից երկուն սուտի բաներով զբաղված էինք, բայց հիմա արդեն մեզ Աստված միտք է տվել, Հիսուս, որ երկնքից եկավ, մեր քանի ցորեկի գործերը գործենք, երբ խավարը եկավ, էլ չենք կարող անի Քանի Աստված մեր հետ է, քանի եկեղեցին չի վերցված երկիր մոլորակի վրայից, և եկեղեցին կա, և եկեղեցին Աստծո տունն է, Աստծո բնակարանը, նրա հարցն է, նրա տաճարն է, մենք այդ տան մեջ ենք, որ Աստծո բնակար և եկեղեցին Աստծո միակ ուրախություն է, եկեղեցին աշխարհի մեջ ամենագեղեցիկ ընտանիքն է, որտեղ ծնված է Սուրբ Հոգուց,
Աստծո խոսքից մկրտված է Սուրբ Հոգով եւ իրանք ունեն Աստվածային որդու այրան եւ մարմին հաղորդությունը եկեղեցին այն ընտանիքն է որ աշխարհին պետք է ցույց տա Հիսուսին ուրեմն մենք բոլորիս վրա պարտավորություն կա որ աշխարհին ցույց տանք Հիսուսին ամեն մի անհատ իր կյանքով իր բարեպաշտությամբ իր սրբությամբ իր խոհեմությամբ իր խոնարհությամբ աշխարհին ցույց տա Հիսուսին եւ այդ ժամանակ կլինի բաց ավետարանչություն Երբ կյանքը մեր մեջ Աստծո բարձրանա, այդ կյանքը իրանուշ հոտը կտա։ Եվ շատերը մեր հարևանները, մեր հարազատները կտերնեն։ Ինչքան վատ կլին, երբ հանկարծ գա այն օրը հափշտակության երկինք ու հարազատներ, իմ հարազատներից շատերը մնան աշխարհի մեջ։ Աստված քեզ չի ասի, բայց ժամանակ է այդ վերին չի իրագոտում հարազատներիդ համար։ Դու միայն էգոիստի պես քու եւ ընտանիքիդ, բայց քու հարևանդ մեղադրում ես մերին ինչա Աստված ուզում է որ մենք այն որ մեզ տվել է աղ եւ լույս լինենք եւ այդ աղի բնությունը մեզ գալիս է հաղորդնելու իր որդու կյանքին եւ այն ժամանակ շատերը մեր հարազատներից մեզ այն ժամանակ փառավոր են եւ կասեն այն օրը որ դու խոսացիր իմ սերվան գավ իմ սրտի մեջ այսօր այդ ժամանակը որտեղ տրամադրեն ժամանակը ներքին սենյակում Հիսուսը սովորեցրեց աղոթքը մտիր քո ներքին սենյակը դուրդ գոցի քո վրայից անջատի բոլոր հեռախոսներն ու բոլոր կապերը եւ Աստված որ գաղտնապես ներկայ գաղտնապես լսում է հայտնապես հատուցում կանի մտի ներքին սենյակը ուր է ժամանակդ վատնում ժամանակը ձեռիդ կառնեն հետո նոր կզղջաս անիմաստ, փուշ, դատարկ, աննպատակ բաների վրա, հատկապես դրանք, որոնք կապված են ինտերնետային այդ կյանքի հետ, գիտեք չէ, որ ինչպես եղբայրներից մեկն էր ասում, գելը տուն է մտել, գելը այսօր մեր գրպանն է մտել, վերներս խավար չի, գելը մեր ծոսն է մտել, հասկանում եք, առաջվա աշխարհը չի, առաջ կոմունիստների ժամանակ, ես երկիրը բարոյական երկիր էր, Եթե մեկի մի բան են ասում, բոլոր վրային տալիս, գնա շորետ փոխարյետին ձեր ես դուս եկե, բայց հիմա որ քո երեխին չես կարա ասի։ Հասկանում եք մենք ինչքան արթուն պիտի լինենք եւ աղոթենք, եւ ամեն բան աղոթքով է լինում, ամեն բան, որովհետեւ մեկին պարտադրես, պահանջես չի լինի, բայց երբ աղոթք կանես, բնականաբար գրի, իմաստուն գույստերը ժամանակին պաշարը հավաքել են։ Ամմիտները ինչ են արել, ճպուրն ու մրջունը կարդացել եք, չէ՞։ Թրի վրի մի ճպուր, ողջ ամառը շուրումուր, ճռած, մեկ էլ եկավ ձմեռը, դե արի ձմեռը նեյլոնի դերյով ապրի, ծերներս, մենք պիտի միտք առնենք, հավատք դա իրողություն է, իրականություն է, սա լուրջ հարց է, եթե մենք այսօր լրջորեն չվերաբերվենք ժամանակի հետ և լրջորեն ժամանակը չտրամադրենք, Աստված կտենա, որ ես ու դու անփույթ ենք, Մեզ չի թողի, այն ծառը, որ պտուղ չի բերում, ասում, հան դրան, հան, տեղը մեկ ուրիշը դնենք, այսինքն փրկի նորից, փրկությունը հավատքով է նրա շնորհքի միջոցով, բայց ինչի որպես թե մեր փրկվենք, ինչի մեր տունը ոսկու ծարտացից պատվական քարից չի, երբ մենք ապրենք ավետարանը կյանքը, որը հոգի և կյանք են, Հիսուսը պարզացեց հրյաներին, Գրքերը քննեցեք, դուք ատով եք խորում հավիտենական կյանք ունենալ եւ այդ գրքերն է որ ինձ համար են խոսում դուք չեք ուզում կյանք ունենալ որ ինձ կա կյանք ունենալ ամենակարևորն է որ մարդու մեջ երկնային կյանքը բարձրանա որտեղ դժվար օրերում բավականա քեզի մի խոսք ասեն տեղից այդ խախտվեց եթե կյանք չլինի եթե Աստծո կյանքը լինի Աստծո կյանքը աստվածային բնություն է նրան ոչ մի ուժ չի կարող շարժել մեծ է անիկա որ ձեր մեջ է քանստյանիկա որ աշխարհի մեջ ասենք փառք իրեն այսօր ժամանակը Քրիստոսով լեցվենք Քրիստոսի հոգով լեցվեցեք մի գինով իսկ մենք գինի չենք խմում բայց կան գինին համապատասխան իրան համապատասխան այլ բաներ որոնք զբաղմունք է դարել այսօր մեզի զբաղմունք է դարել ես առաջ ինձ եմ ասում եւ բոլորիս եմ ասում միտք առնենք որովհետեւ այս օրերը որ մեզ տրված է Աստծո պարգևն է ամենամեծ պարգևը Աստված որ տվել է մարդուն ավետարանն է որով եւ նմանապես ժամանակն է Պետրոս Սարակյան ասում գողի պես պիտի գա արթուն կեցեք եւ նա գտեսնի որ դուք իրան հաճելի եք ապրում պիտի փառասպսակին դա աստվածելներ իմ միտքը հիմնականապես որ մենք ուշադրություն դարձնենք այսօր գնում ենք տուն օրը անցնում է ծրագրավորի քորը այսօրը այս պիտի անեմ
Երթով հոգևոր եւ մարմնավոր հոգսերը դնելով եւ դու օրեցօր վարժեցնում ես քո անձը տրիներները իրաց մարզիկներին մարզում են ասում առավոտը կարթնանաս այս ժամին այս մարզանքը կանես լոգանքը կանես եւ որից հետո այս բանը կանես եւ հետեւում է օրեցօր դրան ավելի խորացնում ավելի վարժեցնում որ ինքը կարողանա ինչ որ մի սանտիմ կամ մի կիլո ավել բարձրացնի որ աշխարհի մեջ անունը հաբա մենք հասկանում եք ամենը շինում են բայց ամենը տարբեր ձևի են շինում եւ կրակը կփորձի եւ որի գործը մնալու լինի վարձ պիտի առնի, իսկ եթե որի գործը մնալու չլինի, պիտի այրվի, պիտի փրկվի, բայց որպես թե կրակից։ Հիմա մեկին կրակը գցեն ու հանը նստեն, ուռած գլուխ, բշտիկները վրան, ինչ պիտի լինի այդ կրակի, ինչի լինի այդ օրը, քանի որ իր ազավակներն են, եւ այս սուրբ գիրքը բոլորինս է, ինքն է բոլորից փրկիչն է, նույն դասարանն է, նույն դասատունն է, նույն սուրբ գիրքն է, ինչպես գրված է Պետրոս, ինչպես իր աստվածային զորության, կենաց եւ աստվածպաշտության վերաբերյալ ամեն բաները մեզի տվավ, իր գիտությունով եւ փառքով առաքինությունով կանչեց մի նպատակի համար, որ մենք իր աստվածային բնությանը հաղորդինենք։ Մենք իր պատկերով ենք ստեղծված, պատկերը այլ բան է, բնությունը այլ բան է։ Պատկերը մենք ճիշտ հորը նման է, բայց որ խասյաթությունները կարգի մարդերից ինչա։ Մենք պետք է իր բնությունը ձեռք բերենք։ Ինչպես ենք ձեռք բերում, ինքը տվել է այդ բոլորը, այս սուրբ գիրքը, որ Աստծո զորությունն է, ավետարանը, որը փոխում է մեր կյանքը, որը մեր ներսը մաքրում է, լույսը գալով մեր խավարը դուրս անում, եւ մենք օրեցօր դա Աստված, ես աշխարհի մեջ երասմագրված է, աշխարհի մեջ ցանկությունից առաջ եկած ապականությունից փախեք։ Աշխարհն էր կազմի, նրա ցանկություններն են, բայց նա որ հոր կամքը կատարի, հավիտյան պիտի ապրի, բանդուխների եւ օտարականների պես մեկնի մնացեք մարմնավոր ցանկություններից, որոնք հոգի դեմ պատերազմ են, թշնամ են, Տերը օրհնի իմ սիրելի քույր